Բարի օր սիրելի հայրենակից։ Այսօր չորեքշաբթի է եւ եթերում իրական լուրերի հերթական թողարկումն է։ Ձեզ ենք ներկայացնում անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները, առաջինը անդրադառնալով սոցիալական մի թեմայի, որը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության շուրջ 660,000 մարդկանց։ Խոսքը թոշակառու եւ նպաստառու քաղաքացիների մասին է։ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը իդեմս իր վարչապետի հայտարարել է, որ թոշակներ բարձրացնելն անիմաստ է, քանի որ թոշակառուները ի վիճակի չեն գրագետ ծախսել իրենց եկամուտը։ Մենք ինչ ենք ասում ենք լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսք էս դեպքում 65+ տարեկան թոշակառուների մասին է։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդկանց առաջնային ծախսը առողջապահությունն է։ Հիմա հետևաբար ինչի մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա։ Սակայն նույն վարչապետը իր կողմից ոչ գրագետ բնորոշված թոշակառուներին առաջարկում է բիզնեսով զբաղվել, քանի որ 60-ից 70 տարեկան հասակը բնավել հանգստի տարիք չի համարում։ Հիմա մեզ մոտ ի՞նչն է անցալում, որ 63-ը թոշակի տարիք, հա 63-ը թոշակի տարիք է։ Բայց ես ուզում եմ, ես առաջարկում եմ մի հատ ուրիշ վարժություն անենք։ Իսկ կարող է 63-ը փոքր եւ միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է։ Որովհետև ով ունի կյանքի եւ աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը։ Եվ ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառուներին 63 եւ բարձր տարիքի անձանց աջակցության, տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք։ Որովհետև հարգելի գործընկերներ, 21-րդ դարում 63-ը ինչ տարիք է, ով կարա ասի։ 65-ը ինչ տարիք է, 70-ը ինչ տարիք է, 75-ը ինչ տարիք է։ Բայց եկեք նախ պարզենք, թե ինչ գումարի մասին է խոսքը, ինչքան գումար է ստանում միջինում Հայաստանի քաղաքացի համարվող թոշակառուն եւ նպաստառուն եւ ինչ կարող է անել այդ գումարով։ Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ վերջին 1 տարում միջին կենսաթոշակը Հայաստանում ոչ մի լումայով չի ավելացել, այլև նվազել է։ Եթե անցած տարվա հուլիսի 1-ին միջին կենսաթոշակը 49,171 դրամ էր, ապա այս տարվա հուլիսի 1-ին այն դարձել է 49,032 դրամ։ Նպաստառուների դեպքում, եթե անցած տարվա հուլիսի 1-ին այն 36,631 դրամ էր, այս տարվա հուլիսի 1-ին կազմել է 36,584 դրամ։ Ինչպես տեսնում ենք, եւ թոշակը եւ նպաստը նվազել են։ Իսկ Հայաստանում ամեն ինչ համատարած թանկանում է, եւ նույնիսկ պաշտոնական գնաճի դեպքում, որն իրականում ոչ մի ահերձ չունի գնաճի իրական ազդեցության հետ, պարզ է դառնում, որ թոշակառուների վիճակն ավելի է վատացել։ Մի կողմ դնելով առաջին անհրաժեշտության ապրանքների գները, չմոռանանք, որ այսօր մեր քաղաքացիները, այդ թվում նաեւ թոշակառուները, ավելի շատ են վճարում գույքահարկի, աղբահանության, տրանսպորտի համար, քան վճարում էին թեկուզ անցյալ տարի։ Նույնը վերաբերվում է նաև նպաստառուներին, որոնց ընտանիքների քանակը հասնում է գրեթե 55,000-ի։ Իդեպ նախորդ տարի նման ընտանիքների թիվը անցնում էր 65,000-ից։ Թվի նվազումը ավելի բարեկեցիկ դարձած կյանքը չէ, պարզապես կառավարությունը փոփոխել է նպաստառու համարվելու չափանիշները։ Արդյունքում մոտ 10,000 ընտանիք դուրս է մնացել ցուցակից, ցուցակ, որը հազարավոր ընտանիքների համար ապրուստի հիմնական միջոց էր ապահովում։ Իդեպ վերը թվարկած ծախսերին թե թոշակառուների, թե նպաստառուների դեպքում որպես մեծ բեռ ավելանում է նաև դեղորայքը, որի գները Հայաստանում մեղմ ասած վայրի են, բայց այդ մասին դեռ կխոսենք։ Հիմա անդրադառնանք մյուս թեմային, որը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին։ Ընտրություններին ընդառաջ ներկայիս կառավարությունը հայտարարեց, որ երկիրը գնում է համապարփակ բժշկական ապահովագրության։ Համապարփակ բառը լավ է հնչում, բայց ինչ համապարփակի մասին է խոսք գնում, երբ բժշկական ծառայությունների 70%-ը դուրս են թողնվել ապահովագրությունից, մյուս 30%-ի մեջ էլ ծառայությունների մի մասը լինելու է համավճարով։ Ավելի պարզ, կառավարությունը դրանց արժեքի մի մասն է տալու, մյուս մասը քաղաքացիներն են վճարելու սեփական գրպանից։ Այսինքն քիչ է, որ ապահովագրավճար է ստալու, մի բան է լրացուցիչ վճարելու են ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն ստանալու համար։
Բայց սա խնդրի դեռ մի մասն է։ Կառավարությունը չի ասում, թե ինչ է լինելու այն քաղաքացիների հետ, ովքեր մինչև պարտադիր ապահովագրության ներդրումն էլ առողջության բավականին ընդգրկուն ապահովագրություն էին ստանում գործատուների կողմից։ Օրենքի ընդունումից ու կիրառության մեջ մտնելուց հետո ինչ է լինելու այդ քաղաքացիների հետ։ Միակ բանը, որ որոշվել է սպասվող ընտրություններից առաջ մարդկանց դժգոհությունները մեղմելու ակնկալիքով, ապահովագրավճարի մի մասը պատրաստվում են փոխանցել զինապահ հիմնադրամի հաշվին, այսինքն հիմնադրամի հատկացումները կկրճատեն, որպեսզի տան բժշկական ապահովագրությանը։ Կառավարությունը համարում է, որ զինապահն այլևս այդ գումարների կարիքը չունի։ Այս թեմայի ավելի ցավոտ հարցերը մաքսիմալ պարզեցնելու եւ հասկանալու համար հրավիրել ենք Հայաքվե նախաձեռնության անդամ Հրայր Կամենդատյանին։ Բարև ձեզ, պարոն Կամենդատյան։ Բարև ձեզ, Թովսփյան։ Նախ խոսենք կենսաթոշակների հետ կապված թոշակների հետ վերադարձի մեխանիզմի մասին։ Ինչ է դա եւ ինչպես է այն գործելու այսուհետ։ Հետ վճարի մասին, երբ որ մենք ցանկանում ենք զրուցել, դա կարելի ասել թոշակների որոշակի փոխհատուցման ինչ-որ մի գործիք է, որը առանձին երկրներում օգտագործվում է։ Ընդ որում այդ հետ վճարի համակարգը հիմնականում օգտագործվում է ավելի շատ առևտրային գործունեության մեջ, հիմնականում ցանցային առևտրի մեջ, եւ Հայաստանի Հանրապետությունում ներկա իշխանությունները որոշեցին, որ ինչի դա չօգտագործեն թոշակների բնակավարում, թոշակները բարձրացնելու որպես գործիք, ինչի դա չօգտագործեն։ Նախորդ ասեմ, որ այդ կատեգորիան տնտեսական հետ վճարի թոշակների վրա տարածելը այդքան էլ ճիշտ չէ, որովհետև եթե առևտրային տարածքներում, ցանցային առևտրի մեջ հետ վճարը օգտագործելու պարագայում բոլորը հավասար են, այն իմաստով, որ ցանկացած մարդ կարող է նույնիսկ շարժունակություն չունեցող մարդը կարող է օգտվել այդ առևտրը կատարել եւ հետ վճարի ակնկալիք ունենալ, չէ՞։ Կոնկրետ թոշակների պարագայում դա այդպես չէ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում թոշակային տարիքի անձանց մի զգալի հատված, մոտավորապես 5-7% առնվազը, ունեն շարժունակության խնդիրներ եւ այդ մարդիկ տանից դուրս չեն գալիս։ Հիմա այդ մարդիկ եւ մարդիկ ովքեր որ ֆիզիկապես ավելի ակտիվ են, չէ՞, ինչու է նրանց մեջ դրում այդ անհավասարության պատնեշը, որովհետև դա պատահական չի առաջացել։ Ներկա իշխանությունները նույնիսկ այդտեղ փորձում են մարդկանց վատ վիճակից, ֆինանսական ոչ բավարար գրագիտությունից օգտվել եւ պարզապես օրվա կտրվածքով, ժամերի կտրվածքով փորձում են մարդկանց ընդհանրենք հատուցումները թոշակային դանդաղեցնել, քչացնել, չտալ, այս կարգի նրանց մտայնություններ, մտավարժանքները նրանց ծիրը սրա մեջ է, որովհետև եթե նայեք, վերենք ավելի հասարակ խոսանք, որ քաղաքացիները հասկանան, ենթադրենք մեկը գանված է անկողնում, ստանում է 50,000 դրամ թոշակ, հարևան քաղաքացին, չէ, կամ նույն տան մեջ այլ քաղաքացի, նույն տան մեջ այլ քաղաքացի, աշխուժ մարդ է, գնում է առևտուր է կատարում։ Այսինքն այդ առևտրի կատարման քեշբեքը, ժողովրդական ասած այդ հետ վճարը, այս մարդը ստանում է, չէ, այն անկողնում գանվածը չի ստանում։ Ստացվում է մենք ունենք սոցիալական խնդիր եւ այս սոցիալական խնդիրը լուրջ հակասության, իրական հակասության, ուղղակի հակասության մեջ է մտնում սահմանադրության մեջ մեր անվրագրած դրույթներին։ Մենք սոցիալական երկիր ենք, սահմանադրության մեջ մեր սոցիալական արդարության եւ հավասարության սկզբունքը հստակ ամրագրված է եւ ստացվում է, որ ընդհանրապես նույնիսկ այս քեշբեքի այդ ողորմելի գրոշների հետ կապված մարդիկ ունեն անհավասարություն, մարդկանց դա հասանելի չէ եւ մարդիկ այս իմաստով բաժանում են ոնց որ երկու խմբերի, մարդ, որը որ կարող է քեշբեքից օգտվել, մարդ, որը ֆիզիկապես չի կարող օգտվել այդ քեշբեքից։ Իհարկե առանձին ճամարտակողներ իշխանության մեջից կարող են ասել, որ դե լավ թող քարտը տա, մեկը գնա մյուսին ընդհանրենք առևտրանի բերի այնտեղից իր քեշբեքը ձևավորի։ Պետք է չմոռանանք, որ մենք ապրում ենք տեխնիկական զարգացման այնպիսի դարաշրջանում, որ վճարային միջոցների նկատմամբ հարձակումները մշտական են, չեն դադարում եւ որովհետեւ քաղաքացու վճարային միջոցը հաստատող գործիքը քարտը, կոնկրետ վճարային գործիքը ինչ որ մեկին տալը, դա լավ խորհուրդ չէ եւ դա բնականաբար մենք չենք ընդունում։ Խնդիրը նա է հետ վճարի համակարգի մեջ, որ
նա ունի որոշակի արդեն էվոլյուցիա ձևավորված։ Այս իշխանությունները, երբ առաջին անգամ հետվճարը մցրեցին շրջանառության մեջ, դա 2023 թվականին էր, այս ժամանակ հետվճարի ընդհանուր գումարի մեջ հնարավորություն ընձեռնվել կատարել վճարումներ նաև կոմունալ բնույթի ծառայությունների դեմ։ Դա 2023 թվականն է։ 2023 թվականն է։ Արդեն հետագա տարիներին եւ հիմա արդեն 2026 թվականի համար հետվճարի տոկոսադրույքը դարձել է 20%, դա նոմինալ է, ես անկեղծ ասեմ, նոմինալ անվնական է, երբ որ իրական կյանքում նա մեծ մասամբ չի իրականացվելու, ստացվել է, որ հետվճարի գումարը տոկոսադրույք 20% է, եւ առավելագույն մարդիկ, որ կարող են գումար ստանալ հետվճարի տեսքով, չէ, նա կազմելու է 10,000 դրամ իբր թե, բայց եւ այս դեպքում նաեւ այդ 10,000-ի մեջ չի մտնելու կոմունալ ծառայությունների հետ կապված վճարումները։ Այսինքն, այս մարդիկ քաղաքացիներն ինչ են ասում։ Քաղաքացիներն մեն ուղում են այն առևտրային տարածքները, որտեղ որ առնվազն գները, հատկապես բանջարեղենի գները, չէ, 50-ից 80% ավելի բարձր են, քան բակային խանութներում կամ սալյակների վրայից կատարված առևտրի պարագայում։ Իսկ թոշակառուները մարդուն ուղղում են դեպի այդ կողմ, մարդուն թվում է թե գայթակղում են այդ 20% քեշբեքով, բայց իրականում քաղաքացին գնում է ստիպված առևտուր է կատարում այնտեղ, որտեղ նա կարող է առնվազն 60%, 80% շահ ունենալ, բայց այս պարագայում, այս գործիքով նա չի կարող օգտագործել իր այդ հնարավոր ֆինանսական շահը։ Այս է խնդիրը։ Շատ լավ։ Իսկ մենք գիտենք, որ մարդիկ, հատկապես թոշակառուները հիմնականում այդ բակային խանութներից են առևտուր անում, ձեր նշած պատճառներից ելնելով։ Այս հետվճարի համակարգի մեջ դուք նշեցիք, որ չեն մտնում կոմունալ վճարները, վերջին շրջանում տեղի ունեցած տրանսպորտի գդի թանկացման հետ կապված տրանսպորտային վճարն էլ չի մտնում, չէ՞, որքան հասկանում ենք այդ հետվճարի համակարգի մեջ։ Այսինքն այն ինչի հետ ամեն օր բախվում են թոշակառուները, դրանց հիմնական մասը չի մտնում այդ հետվճարի համակարգի մեջ։ Խնդիրը գիտեք որտեղ է։ Ներկա իշխանության տնտեսական բլոկում անխելք մարդիկ չեն հավաքված, բայց հավաքված են խելացի մարդիկ, ովքեր հակաժողովրդական քաղաքականություն են ծրագրավորում եւ իրականացնում։ Խնդիրն է, որ այստեղ մենք ունենք խնդիր հետեւյալ կերպես քաղաքացիների բացատրեմ, թող քաղաքացիները հասկանան, չած բոլորը հասկանում են, մարդիկ ովքեր որ այդ 40-50 հազար դրամի շրջակայքում ծախսերը օպտիմալացնելու մասով կարծես թե ֆինանսական մեծ մենեջերներ են դարձել, որովհետև կոպեկները հաշվել, կոպեկներից օգտվել, այդ մարդիկ հստակ տիրապետեն այդ ամբողջ խնդրին եւ հատկապես դրանք անդրադառնանք, եւ որ երկրի վարչախմբի ղեկավարը հայտարարում է, որ դրանք ֆինանսապես անգրագետ են, դրանք ընդհանրապես չեն կարող գումարը ծախսել, իրենց փողը տանք, որ ինչ անենք, դրանք դեռևս կանդրադառնանք։ Խնդիրը գիտեք որն է, նրանք ուղղում են քաղաքացիներին դեպի առևտրային տարածքներ, որտեղ առևտրային տարածքների հետ կապված նախ հարկերը շատ բարձր են։ Ընդ որում տեղանում մի քանի մակարդակի հարկեր, հավաքում են մի քանի մակարդակի հարկեր, նույն առևտրային տարածքների հետ համագործակցող ենթադրենք գյուղատնտեսական կազմակերպությունները առանձին հարկ են տալիս։ Նրանց ապրանքը հասնում է այդ առևտրային տարածքների վաճառասեղաններին արդեն իսկ բարձրացած գնով։ Դրանից հետո առևտրային տարածքը ինքն է հարկերը ավելացնում, չէ՞։ Եվ այս ամեն ինչը բերում է այդ մակարդակներով հարկերի անդադ կուտակումը, դրա վերջին հաշվով դրա սպառող հանդիսանում է նույն այդ թոշակառուն։ Բայց պատկերացրեք, որ կոնկրետ կոմունալ վճարումների դեպքում դա չէ կարող այդպես լինել, որովհետև կոմունալ վճարները որպես կանոն Հայաստան Հանրապետություն այդ բնական մենաշնորհները արդենից ձևավորված են եւ հերթական մակարդակային հարկա ավելացում, այսպես ասած սինթետիկ ավելացում այստեղ չկա։ Սա բավականին խորամանկ մտածված հաշվարկ է, խելացի է, ճիշտ են մտածել, բայց մտածել են հակաժողովրդական քաղաքականության առանցք ունենալով։ Այս ամբողջ խնդիրը։ Իսկ տրանսպորտի հետ կապված այդ 66-67 դրամ է տրանսպորտի նույն զեղչված քարտը, դա եւս չի մտնում դրա մեջ
Եվ պատկերացրեք, բավականին հեշտ է կարգավորել այդ խնդիրը, ընդհանրապես վճարային քարտերը Հայաստանի Հանրապետությունում այդ բանկերի տրված էմիսիա կատարած բանկերի կողմից տրված քարտերը կարող են հստակ կերպով տարածել նույն թոշակառուների համար եւ այստեղ զեղչային համակարգը այստեղ իրար դա փոխարեն իրենք ինչ արեցին դա համար փոխարեն իրենք ստեղծեցին վճարային քարտ, որ իր մեջ արդեն պարունակում է այդ զեղչը, բայց նա քեշբեքի մեջ չի ներառվելու։ Այս ամբողջ խնդիրը հետևողականորեն ճիզվիտային համառությամբ, ես անկեղծ ասեմ, հակաժողովրդական բնույթով քաղաքականության վարում եւ քաղաքականության առանձին քայլերը, առանձին ենթադրենք միջոցառումները վերջի վերջո իրար հետ հավաքվում է մի կուռ հակահայ, հակաժողովրդական, հակասոցիալական քաղաքականություն վերնագրի տակ, այլ բան չկա։ Շատ բարի, շնորհակալություն։ Հաջորդ հարցը, որին կուզեի անդրադառնանք, դա համապարփակ ապահովագրության համակարգն է, որի ծրագիրը հաստատվեց ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 4-ին, առաջին ընթերցմամբ։ Այս համակարգի հետ կապված բազմաթիվ հարցեր կան եւ տարբեր ասեկոսեներ են պտտվում դրա շուրջ։ Այդ ասեկոսեներից մեկը այն է, որ հիմնադրամը, որին պետք է հատկացումները գնան, դեռևս չկա։ Այս հարցի հետ կապված ինչ կարող եք ասեմ, ասեկոսներ չէ, դա փաստացի երևույթ է։ 2-3 օր առաջ ազգային ժողովում լսումներ են կազմակերպել եւ այս օրենքի նախագիծն են քննարկում, ում վստահեք դակելու են։ Անցնելու է, դակելու են, այստեղ մի քանի խնդիրներ կան։ Խնդիրներից առաջինը ես կառանձնացնեի ներկա ազգային ժողովի մասնագիտական ինտելեկտուալ իմաստով ամենացածր մակարդակը։ Եթե մենք տարիներ առաջ ունեինք մարդիկ, ովքեր ռազմաճակատում կռվել էին, զանազան հերոսություններով եւ զանազան այս սֆերային որոշումների արդյունքով հասել էին ազգային ժողով, չէ՞։ Եվ մենք հիմա ունենք մի այլ պատկեր։ Մենք ունենք պատկեր, որ ընդհանրապես քայլելով ազգային ժողով հասած մարդիկ են հայտնվել, օրինաստեղծ ենթադրեն գործունեություն ծավալելու։ Օրինաստեղծ գործունեությունը ենթադրում է առաջին հերթին մասնագիտական պատկերացում, հաջողված աշխատանքի փորձ, ենթադրենք մշտական համագործակցություն եւ միջազգային փորձի անկալում, ներառում, այս իմաստով։ Ես երեք նախորդ օրը նայում եմ այդ քննարկումները, այս քննարկումները ծաղրու ծանակ են։ Մասնագիտական քննարկում պարզապես չկա։ Ամբողջ խնդիրն է, որ մասնագիտական քննարկում այստեղ չկա։ Հիմա վերադառնանք այդ քննարկումներին, այդ հիմնադրամի հետ կապված խնդրին, փաստացի հիմնադրամը գոյություն չունի։ Հիմնադրամի չկա։ Պարզապես գոյություն չունի։ Նա ոչ միտեղ գրանցված չէ։ Առաջին, չգրանցված կառույց է։ Կառույցը ֆիզիկապես աշխատակիցներով համալրված չէ։ Աշխատակիցների շտատը, հաստիկները, հաստիկացուցակը չկա, դրանք որտեղ են լինելու, ինչով են զբաղվելու, նրանց աշխատակարգերի մասին ընդհանրապես ոչինչ չկա, նորմատիվ, պատկերացրեք, այստեղ մեծ ահռելի խնդիր է, եւ նորմատիվ եւ ենթանորմատիվ տասնյակ ասեմ, երևի նույն շատ կարգավորումներ այստեղ պետք է լինեն, օրենսդրական կարգավորումներ պետք է լինեն եւ առողջապահության նախարարության կողմից եւ ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի կողմից, այս ոչինչ չկա։ Հիմա այս մարդիկ բերել են, ինչ-որ տեքստ են քննարկում, չէ՞։ Այս տեքստը միջև իր բովանդակությանը հասնելը, այս տեքստի հետևում ֆիզիկական ներկայություն չկա։ Կա պարզապես մի կին, բավականին սպეციფიկ ձայնով, քննարկումները կատարում, ներկայացնում է եւ ես անկեղծ ասեմ, մասնագիտական բացակայությունը գիտելիքների հավասարապես վերաբերվում է եւ իշխանությանը եւ ընդդիմություն կոչեցալ այդ մարդկանց։ Այս մարդիկ, այդ երևույթները, այդ հարցերը խորությամբ ընկալելու, հասկանալու, իրենց դետալենք պատճառաբանությունները բերելու, իրենց հակաթեզերը բերելու համերը ոչինչ չունեն։ Չէ, փորձում են աղմուկներ անել, բայց այդ աղմուկը պարզապես գումարվում է այն աղմուկին, որը ներսում ստեղծում են այդ քայլելու ճանապարհով ազգային ժողով թափանցած անձնավորությունները։ Մեկ սա լուրջ խնդիր է, որտեղ սա առողջապահության հետ կապված խնդիր է, ընդ որում այս խնդրի երբ որ մարդիկ անդրադառնում են մասնագետները,
տեսական մասնագետները նաև ոչ թե պարզապես ֆիզիկապես օպերացիաներ կատարող կամ վիրաբուժական ինչ-որ ներգործություն կատարող մարդիկ։ Այստեղ լուրջ խնդիրներից մեկը դա դեղերի խնդիրն է։ Կարծում եմ երևի տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետությունում կան քրոնիկ հիվանդություններ, եւ այդ քրոնիկ հիվանդությունների մի զգալի մասի հետ կապված մենք ունենք գնային հստակ կտրվածություն տարածաշրջանի երկրներից։ Ես հայեկվեի մեր ազգային միավորման կազմում սոցիալ-տնտեսական հանձնաժողովի աշխատանքներն եմ համակարգում եւ այստեղ մեկ էս հարցը արդեն բավականին խորությամբ ուսումնասիրել ենք եւ ես մի օրինակ բերեմ, օրինակ քաղցկեղը, որը Հայաստան բավականին տարածված հիվանդություն է, առնվազն մշտական 15000-ի կարգի մարդ այս հիվանդությամբ հիվանդ է Հայաստանում։ Քաղցկեղը բուժող, դրա ընթացքը դանդաղեցնող, ընդհանրենք մարդու առողջությունը վերջնական միգուցե չբուժող, բայց համատաբար ընդհանրենք տանելի հիվանդության ընթացքը ապահովելու համար դեղերի խմբերը Հայաստանի Հանրապետությունում եւ Վրաստանի Հանրապետությունում ունեն ֆինանսական, կարելի ասել, այլանդակ շեղում։ Վրաստանում այդ դեղերը 3 անգամ ավելի էժան են, քան Հայաստանում։ Փաստորեն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ ընդհանրենք նոյեմբերյանի կամ Բագրատաշենի գյուղացին, չէ, 100 մետր ոտքով զբոսնելով որ անցնի Վրաստան, առնվազն 3 անգամ ավելի էժան դեղերի երկրում է հայտնվելու։ Սա ինչի մասն է խոսում։ Սա խոսում է, որ այստեղ օրենսդրական կարգավորումները չկան, կամ էլ այստեղ կա հստակ խնդիր, որ այս հիմնադրամի ձևավորումով նա ջրերից դուր չի գալու, բայց արդեն մասնագետները հասկանում են այստեղ ինչ է կատարվելու։ Եվ կատարվում է այստեղ, ես հստակ ասեմ, ձևավորվում է մի process, մի գործընթաց է ձևավորվում, որի արդյունքում մի հիմնադրամ է հայտնվում, մեր այդ հաստիկային ցուցակ չունեցող հիմնադրամը։ Սրանք հայտնվելու են եւ այստեղ մի կարևոր խնդիր կա, որ քաղաքացիները չգիտեն։ Հայաստանի Հանրապետության առողջապահության մոտ 82%-ը դա բուժման ընթացքներ են եւ 18%-ը կանխարգելիչ բնույթի այսպես միջոցառումներն են բժշկական։ Հայաստանում փաստորեն այդ բուժման process-ը բավականին մեծ է, դա ենթադրում է, որ դեղերի ավելի մեծ ծավալ, դեղերի ավելի մեծ օգտագործում։ Հիմա նույն այդ ապահովագրության հիմնադրամը, որ ձևավորվելու է, նա պարզապես անհայտությունից քաշտվեցին, բերեցին, ստեղծեցին։ Այստեղ նրանք ինչով են զբաղվելու։ Նրանք զբաղվելու է, ես հավատացնում եմ, զբաղվելու այդ գերթանկարժեք, մոտավորապես 300%-ի տարբերությամբ դեղերի, այսպես ասած, գնումով։ Այդ հիմնադրամը դեղերի խոշորագույն գնորդ է դառնալու։ Խոշորագույն, նման գնորդ Հայաստանի Հանրապետությունում չի լինելու։ Եվ այս հարցը կարգավորելու փոխարեն այս հիմնադրամն է մեջտեղ բերում, իսկ ինչպես կարելի է դա կարգավորել։ Շատ պարզ։ Կան ֆիսկալ միջոցառումներ, օրենքների փոփոխություններ կարելի անել։ Կարելի է դեղերի մի զգալի մասը այդ քրոնիկ հիվանդությունների հետ կապված պարզապես ազատել հարկերից կամ ազատել ավելացած արժեքի հարկից։ Բազմաթիվ միջոցառումներ կարելի է իրականացնել դրա ցանկությունը ունենալու դեպքում։ Կոնկրետ այս վարչախումբը այդ ցանկությունը չունի։ Կարծես թե նրանց ցանկությունը առավելապես ուղղված է դեպի տարօրինակ գործառույթներով եւ հնարավոր արդեն իսկ կասկածելի, այսպես ասած, ցանկումնաբանությունից զատ գործառույթներով հիմնադրամի կողմը, իսկ հիմնադրամի ամբողջ աշխատանքը լինելու է այդ 3 անգամ թանկ դեղերի իրացումը առողջապահական համակարգում։ Մի խնդիր էլ կա, այդ հիմնադրամի գործունեության մեջ որպես կանոն հիմք է ընդունվել, որ պետք է հիմնականում հատուցում ստանան 0-ից մինչև 18 տարեկան երեխաները, չէ, եւ 65+ ընդհանրենք տարիքի քաղաքացիները։ Այն նախկինում էլ դա կար։ Այո, պետպատվերի շրջանակում նախկինում դա կար։ Իհարկե, ապահովագրությունը ընդհանրում է ամբողջական ծավալով հատուցում եւ ապահովագրությունը ընդհանրում է հիվանդությունների տեսականու իմաստով ամբողջական ապահովագրություն։
կոնկրետ այդ կինը առողջապահության նախարարը չեմ էլ ուզում հիշեմ, ձեզ անկեղծ ասեմ, այս կինը հայտարարում էր, որ ապահովությունը ծածկելու է բոլորին, բայց ոչ ամբողջ ծավալով։ Ինչի մասն է խոսքը։ Այդ ինչ բանաձև է։ Ապահովությունը կամ կա, կամ չկա։ Այսինքն մարդիկ պետք է ընտրեն, որ հիվանդությամբ են իրենք հիվանդանալու։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ տարօրինակ այս բանաձևեր են ինչ որ բերում, բայց մենք իհարկե այդ հարցերը ուսումնասիրել ենք, հարցերի շուրջը համալիր մեր կարծիքը կարտահայտենք, մենք սպասում ենք այդ ջրերի հանդարտեցմանը, որովհետև հիմա չենք ուզում խառնվել այս անիմաստ, պարզապես անիմաստ շուկայական չասեմ էլի, բազարային այդ քննարկումներին չենք ուզում խառնվենք, որտեղ մեր աշխատանքները ընթանում են տեսական գիտելիքների վրա հենված, ընթանում են այդ բնագավառի լավագույն մասնագետների կարծիքի, նրանց փորձի վրա հենված, եւ մենք այդ թեմաների շուրջը շուտով հանդես կգանք մեր եզրակացություններով, մեր կատարած աշխատանքի ուսումնասիրելով, մեր համար ամենակարևորը քաղաքացու առողջությունն է։ Եվ բնավ կարևոր չէ, ով է այդ բնագավառը համակարգում, ներկա իշխանությունները, թե ապագա իշխանությունները, որոնք 6 ամիս հետո անկասկած կլինեն։ Շատ բարի, շատ շնորհակալ ենք ձեզ այս համապարփակ վերլուծության համար եւ այս տեղեկատվության համար, որ տրամադրեցիք։ Շնորհակալություն ձեզ եւս մեկ անգամ մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Ես շնորհակալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հայտնենք պարոն Կամենդատյանին եւ ներկայացնենք մի քանի պաշտոնական թվեր ամբողջացնելով այս թեման։ Եվ այսպես, 2018 թվականին ՀՀ-ում աշխատանքային կենսաթոշակին հատկացվել էր 210 միլիարդ դրամ, միջին կենսաթոշակը կազմել է 39,000 դրամ։ 2025 թվականին աշխատանքային կենսաթոշակին հատկացվել է մոտ 295 միլիարդ դրամ, միջին կենսաթոշակը կազմել է 49,000 դրամ։ Ներկայիս կառավարության 7 տարիների ընթացքում միջին թոշակը ՀՀ-ում բարձրացել է 1,256 անգամ կամ 25,6%, իսկ ընդհանուր հատկացումը մոտ 40%։ 2018 թվականին պետբյուջեի փաստացի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 447 միլիարդ դրամ, ըստ Արբստատի։ 2025 թվականին պետական բյուջեի ծախսերը նախատեսված են եղել 3 տրիլիոն 482 միլիարդ, այսինքն մոտավորապես 140%-ով աճ այդ նույն տարիների ընթացքում։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այսօրվա կառավարության մասին, եւ սրանով հանդերձ կառավարությունը հավակնում է եկող տարի եւս ստանալ քաղաքացու քվեն։ Անցած շաբաթվա մյուս իրական լուրերը։ Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը։ Այս մասին Դոհա ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի հետ պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ես կարող եմ ասել, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ է։ Նրանք ցանկանում են խաղաղություն, նրանք աջակցում են խաղաղության գործընթացին, խաղաղության ինստիտուցիոնալիզացմանը։ Մենք ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ, ասաց Գրիգորյանը։ Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն, Վաշինգտոնյան համաձայնագիրը եւ համատեղ ապագան թեմայով պանելային քննարկմանը Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ կառավարությունների կայացրած որոշումներին զուգահեռ կարևոր է նաեւ հասարակությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը։ Քաղաքացիական հասարակությունը եւս ներգրավված է այս գործընթացում։ Վերջերս Բաքվից քաղհասարակության ներկայացուցիչներ են այցելել Երևան, նույն ժամանակահատվածում Երևանի քաղհասարակության ներկայացուցիչներն այցելել են Բաքու։ Մենք հույս ունենք, որ կշարունակենք այս գործողությունները վստահություն ստեղծելով հասարակությունների մակարդակում, նշեց Գրիգորյանը։ Իդեպ նույն պանելային քննարկումից տեղեկանում ենք, որ օրերս Բաքվում էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այցը կապված էր սահմանազատումների հետ, բայց չգիտես ինչու, ոչ իշխանական, ոչ էլ ընդդիմախոս մամուլը չի անդրադարձել այս խիստ կարևոր իրադարձությանը։ Սա եւս փաստում է, որ ներկայիս կառավարությունը այնքան էլ վստահ չէ իր քաղաքացիների խաղաղասիրական ձգտումներին, ինչքան էլ որ դրա մասին թմկահարեն կառավարությունն ու մերձիշխանական քաղհասարակությունները։ Հակառակ դեպքում ինչու պիտի նման կարևոր խաղաղությանը նպաստող գործընթացը թաքցվեր լայն հասարակությունից։ Եվ վերջին իրական լուրը։ Դեկտեմբերի 7-ին Գյումրու 7 վերք եկեղեցում պատարագ է մատուցել ներկայիս կառավարության սրտի սրբազան Նավասարդ Կճոյանը։ Պատարագի ընթացքում մի խումբ կանայք ի հեճուկս պատարագի կազմակերպիչների հնչեցրել են հայ առաքելական եկեղեցու վեհափառ հայրապետի եւ arczepiskopos Միքայել Սրբազան Աջապահյանի անունները։ Սրբո եկեղեցվո եւ ամենայն ուղափառ եպիսկոպոսատ
Եպիսկոպոսապետին մերո եւ պատվական հայրապետին ամենայն հայոց տյարն կարեգին սրբազնագույն կաթողիկոսին եւ Շիրակի թեմի բարեխնամ առաջնորդին Միքայելի սրբազան արքեպիսկոպոսին Այսօր այսքանը կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի։ Շաբաթվա իրական լուրերը ձեզ ներկայացրեց ազգ նախաձեռնության անդամ տնտեսագետ Ստելլա Հովսեփյանը։ Միացիր մեր ազգային հարթակին սիրելի հայրենակից, միասին նպաստենք իրական Հայաստանի լինելիությանն ու հարատևմանը։